Իշխանության ներկայացուցիչները կանխատեսում են ընդդիմության իշխանության գալու դեպքում վերաբանակցվելու են Վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթուղթը։ Դու գալու եք ասելու եք այս խաղաղության ճարտարապետությունը ազգային չի, ազգանպաստ չի, ազգանվեր չի։ Եթե դուք հրաժարվելու եք այդ ճարտարապետությունից, իսկ դուք ասում եք, որ հրաժարվելու եք այդ ճարտարապետությունից, լավագույն դեպքում չի լինելու խաղաղություն, վատագույն դեպքում լինելու է պատերազմ։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ չէ խաղաղությանը, սակայն դեմ է գործող կառավարությանը, երկրի ղեկավարին։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին եւ հենց այն պատճառով, որ ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել։ ԿՊԱ-կան մեկ այլ պատգամավոր Փաշինյանի Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու հայտարարությանն անդրադարձավ նշելով, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընդունել են Փաշինյանի ասածը։ Ու դուք դուրս եք եկել այդ դիսկուրսից, պարոն Օհանյան, կհիշեցնեք եք այդ դրոշները ձեր դիմաց դրել։ Ինչ կոնտեքստով եք դրել այդ դրոշները ձեր դիմաց։ Այսօր 2026 թվականն է։ Ու դուք գնում եք ընտրությունների, ասում եք մենք սոցիալական բարեփոխումներ ենք խոսում, բա որ Հայաստան չկա, բա որ Հայաստան պետքա չլներ հիմա, ըստ ձեր նախորդ թեզերի, այդ ինչ սոցիալական բարեփոխումների մասին եք խոսում։ 2019 թվականին դուք իրարամերժ արտահայտություններով Արցախը Հայաստանն է եւ վերջ, այն ժամանակ ասեիք, որ մենք Արցախի հետ որևիցե մի կապ չունենք եւ զրոյական կետից ենք սկսում, դա տապալել է ոչ միայն բանակցային գործընթացը, այլ նաև անհարգալից վերաբերմունք է այն համակարգին, ԵԱԿ Մինսկի համանախագահության այդ երկրների համատեղ կատարված աշխատանքին, որի հիմքում Արցախի ինքնորոշումն է եղել։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ձևակերպմամբ գործող իշխանությունն է 2020-ին բերել պատերազմ Օհանյանի բնորոշմամբ ոչ ադեկվատ կառավարման համար։ Ոչինչ չէ կարել երկիրը մոբիլիզացնելու եւ հաջողություններ ունենալու։ Մեր առջև դրված խնդիրը կատարելու, իսկ մենք ի վիճակի ենք եղել այդ խնդիրը կատարել։ Վարչապետը պարոն Փաշինյանը ասում է, որ գեներալները փախել են։ Ազգային ժողովի ղեկավարությունը, պատգամավորները եկել էին այնտեղ եւ անհրաժեշտություն կար մոբ ռեսուրսի, ովքեր որ այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը, այսպես պետք է ասեմ, լայախ չարեցին գոնե մի քանի ժամով կամ գնան աշխատեն այդ մոբ ռեսուրսի հետ, թողին փախան։ Գործադիրի ղեկավարը արձագանքում է ընդդիմության մեղադրանքներին, հայտնելով, թե Ադրբեջանի դեմ պատերազմի պատճառը եղել է արցախյան շարժումը։ Ասում է, որ այդ նշանակում է, որ դու Փաշինյանը ասում է, ուրեմն ունի պայմանավորվածություններ։ Հա, պարզ չի, որ ունենք պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված, մի մասն է վավերացված այդ պայմանավորվածությունների։ Բա հենց այդ է, որ դուք ձեր ամբողջ քաղաքականությունը այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության եւ կայունության անկյունակարն է, հիմքն է, այդ հիմքը, որ տակից քաշվեց խաղաղությունն ու կայունությունը փլուզվելու է։ Փաշինյանը կրկին ընդդիմության խոսույթին է հողում կատարում, թե խաղաղությունը Հայաստանի շահերից չի բխում, եւ որ խաղաղությունը այն ժամանակ էր, երբ ընդդիմությունն էր իշխանության ղեկին։ Փաշինյանը տարբեր թվականների զոհերի թիվ է հրապարակում։ 98 թվական 24 զոհ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով։ 99 թվական 12 զոհ Հիմա այս 20 թվականի մասին թիվը Չէ, մի րոպե 20 թվականի մասին այնքան ասվել է։ Ու ինքն իրեն հարց է տալիս Փաշինյանը, թե ինչու հայտարարեց Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ըստ նրա 30 տարվա ամբողջ պետական համակարգը աշխատել է այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է։ Եկել ենք առերեսվել ենք այդ իրողության հետ, մի հատ հասկանանք ինչ է կատարվում։ Ու սկսել ենք հարցեր տալ։ Ու սկսել ենք գնալ այդ հարցերի հետևից։ Ու սկսել ենք գտնել այդ հարցերի պատասխանները։ Ու այդ հարցերի պատասխանների հետևից է, որ հասկացել ենք, որ մենք թակարդի մեջ ենք։ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից իշխանության եւ ընդդիմության փոխհրաձգությունը ելույթներն այսպես բնորոշեց. նախկին ներկա բանավեճ։ Ըստ գործադիրի ղեկավարի այդ բանավեճը հաղթահարելու մի տարբերակ կա, անել այնպես, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանականները չհաղթահարեն ազգային ժողով մտնելու անցողիկ շեմը։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է Ստամբուլում անցկացվող միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի աշխատանքներին։ Խորհրդարանի նախագահը վեհաժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է, թե 2025-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների ստորագրած համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում եւ որ դա իրապես մեծագույն նվաճում է։ Սիմոնյանը նաեւ նշել է, որ տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել եւ որ առաջընթացի ամրապնդման ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների եւ տեղում խաղաղությունը արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։ Վեհաժողովի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ։ Ստամբուլում կայացել է նաև Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Հանդիպան ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Թեպետ արդարադատության նախարարը խոստացել էր մարտ ամսին ունենալ սահմանադրության պատրաստ տեքստ, ապրիլի երկրորդ կեսին Գայլյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե այն այժմ պատրաստ չէ, երբ լինի կհրապարակեն։ Քննարկում են նաև մաս հանրությանը ներկայացնելու տարբերակը, բայց այս մասով էլ դեռ որոշում չկա։ Փոխարենը մայր օրենքի նախաբանի մի քանի տարբերակ արդեն կա սեղանին։ Դրանք հղում անում են արդյոք Հայաստանի անկախության հռչակագրին։ Սրկուի Գալյանն ի պատասխան լրագրողի հարցին նշել է, թե որևէ ինտրիգ չկա, պարզապես անհրաժեշտ է սպասել տեքստի հրապարակմանը, մինչդեռ փորձագիտական համայնքում տարակուսում են, մինչև օրս չունենք նաև փոփոխությունների հայեցակարգը։ Գլոբալ առումով սահմանադրության փոփոխությունների բովանդակության մասով մենք բավարար տեղեկություն այսօր չունենք։ Ավելին, մենք չունենք հայեցակարգ, մինչդեռ եթե վերցնենք բանվան ստացվում են փոփոխություններ, ենթադրվում է, որ որոշակի հայեցակարգ պիտի հասանելի լիներ։ Օրինակ ես հիշում եմ 15 թվականի հայեցակարգը ներկայացվել էր, հետո նախագծի մասով ինչ որ տարբերականությամբ տեքստեր էին նաև ներկայացվում։ Այս պահին ունենալով շատ կարճ ժամանակահատված, մինչև այդ փոփոխությունները հանրակրվեի դնելը, հաշվի առնելով այլ իրենց հայտարարություններ, ես կարող եմ ասել, որ առաջին մենք ինֆորմացիոն հասանելիության մասով ունենք շատ լուրջ խնդիր, թափանցիկության հաշվետվողականության։ Ադրբեջանը քաղաքական, ռազմական եւ ռազմաքաղաքական միջոցներով ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը։ Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը առանձնահատուկ նշանակություն ունի տարածաշրջանի տեսանկյունից։ Նախագահի օգնականն ընդգծել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եւ անցյալ տարվա օգոստոսին Միացյալ Նահանգների ղեկավարության մասնակցությամբ համապատասխան համաձայնագիրը նախաստորագրվել է։ Վերջին մի քանի օրերի ընթացքում տարբեր ձևաչափով Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցեր եւ հանդիպումներ են տեղի ունենում Բաքվում։ Ռուսական կողմը հայտարարում է Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների ամրության մասին։ Օվերչուկը կարևորել է նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Ավելին, նա հայտնել է, թե ռուս գործարարները հետաքրքրված են Արցախից օկուպացված տարածքներում շինարարական աշխատանքներին մասնակցելու հարցում։ Սա ըստ փորձագիտական եւ քաղաքագիտական համայնքի դեռ չի նշանակում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լավացել են, քանի որ ռուսական կողմն է դեռ այցելում Բաքու եւ հայտարարում այդ մասին։ Ռուսաստանը ըստ փորձագետների դեռ չի վերականգնել իր դերակատարությունը Հարավային Կովկասում։ Ռուսաստանի ղեկավարությունն է գնում Ադրբեջան եւ ասում, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները փաստորեն ցանկանում է լավացնել։ Այսինքն այստեղ դերերի փոփոխություն գործ ունի, որտեղ Ադրբեջանի կշիռը բավական մեծացել է սա մեկ, երկրորդ Ռուսաստանը չունի ազդեցությունը այլևս որ կարողանա մատ տալ Ադրբեջանի վրա, որտեղ Ադրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան, իսկ Ռուսաստանը Թուրքիայից կախում ունի։
Իրանի դեմ Ամերիկա-իսրայելական պատերազմի ֆոնին, որը վերաձևում է Մերձավոր Արևելքի եւ Հարավային Կովկասի ռազմավարական լանդշաֆտը, Հայաստանը հայտնվել է բարձր խոցելիության գոտում։ Այս մասին գրել է Modern Diplomacy պարբերականը։ Հեղինակները ընդգծել են, որ չեզոքությունը չի նշանակում пассивություն կամ թուլություն։ Դա ռազմավարություն է, որը հիմնված է 4 սկզբունքների վրա՝ արտաքին ռազմական գերիշխանության բացակայություն, հուսալի ինքնապաշտպանություն, բոլոր ոլորտներում հավասարակշռված դիվանագիտություն եւ բազմաթիվ կողմերի համար տնտեսական օգտակարություն։ Բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով հայտարարվում է ամբողջությամբ բաց, այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին։ Լիբանանում հաստատված հրադադարին զուգահեռ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով հայտարարվում է ամբողջությամբ բաց հրադադարի միացյալ ժամանակահատվածի համար։ Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների եւ ծովային կազմակերպության կողմից արդեն իսկ հայտարարված համակարգված երթուղով, գրել է արտաքին գործերի նախարարը։ ԱՄՆ նախագահ Թրամփը Լաս Վեգասում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Իրանում պատերազմը շուտով կավարտվի։ Դուք կարող եք նկատել, որ մենք շատ լավ ենք գործում, եւ ես ձեզ կասեմ, որ Իրանի հետ պատերազմը լողում է։ Մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, այն պետք է շատ շուտով ավարտվի, նշել է Թրամփը, հավելելով, որ կարող է մեկնել Իսլամաբադ Իրանի հետ համաձայնագիր ստորագրելու համար։ Եթե այն ձեռք բերվի, Թրամփը նաև հավելել է, որ երկու կողմերն էլ ներկայում մոտ են համաձայնագրի կնքմանը։ Իրանի, Հորդանանի, Կատարի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունները, ինչպես նաեւ Եվրամիության երկրների ներկայացուցիչները ողջունել են Իսրայելի եւ Լիբանանի միջև 10-օրյա հրադադարի մասին լուրը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հիշեցրել է, որ Լիբանանում պատերազմի ավարտը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև Պակիստանի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի մի մասն է ընդամենը։ Կատարի արտաքին գերատեսչությունը համաձայնագիրը անվանել է առաջին քայլ դեպի լարվածության թուլացում։ Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնն էլ հրադադարի մասին լուրը անվանել է մխիթարություն, նշելով, որ հակամարտությունը արդեն բազմաթիվ կյանքեր է խլել։ Ռուսական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով վնասվել է Ուկրաինայի Օդեսայի մարզի նավահանգստային, տրանսպորտային եւ բնակելի ենթակառուցվածքները, հայտարարել է մարզի նահանգապետ Օլեգ Կիպերը։ Նա հայտնել է, որ հարձակումը հրդեհներ է առաջացրել մի քանի վայրերում եւ վնասել է վարչական շենքեր։ Նահանգապետը նշել է, որ նաեւ առնվազն 6 բնակելի շենք է հարվածի ենթարկվել եւ հավելել, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան։ Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն է անդրադարձել երկրի օդային տարածքում հայտնվող ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խնդրին։ Նա նշել է, որ հատկապես վերջին շրջանում հաճախակի են դարձել Բալթյան պետությունների եւ Ֆինլանդիայի տարածքից խաղաղ բնակչության եւ ենթակառուցվածքների վրա ԱԹՍ-ների հարձակման դեպքերը։ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր, ասված է Մայրաթորի հայտարարության մեջ։ Հոգևոր կենտրոնը հորդորում է արդարադատության նախարարությանը հարգել օրենքը ու եկեղեցու ընկալյալ կարգը եւ չխոչընդոտել եկեղեցու առաքելությունը վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը։ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում հայոց եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 17-րդ հոդվածը քրեակատարողական հիմնարկներում հայ եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային եկեղեցու մենաշնորհ եւ օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը։ Նման գործելակերպը կոպիտ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին եւ կազմաքանդում է եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովվական ծառայությունը, այն դարձնելով անհատական նախաձեռնություն եւ վարչական կամայականություն։ Հայաստանում 2025-ին խմելու ջրի կորուստները հասել են ավելի քան 52%-ի, 2024-ի 61%-ի համեմատ։ Ոռոգման ջրի կորուստները 2025-ին կազմել են ավելի քան 44%, 2024-ի 45.5%-ի համեմատությամբ։ Այս մասին նշել է տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Խուդատյանը։ Ջրօգտագործման եւ ջրերի կառավարման ոլորտում այս վիճակագրությունը մասնագետները կասկածանքի տակ են դնում, քանի որ Հայաստանում ոռոգման կամ հիդրոէներգետիկ ոլորտներում չկան ջրերի օգտագործման ծավալները ճշգրիտ չափող համակարգեր։ Ըստ այդմ ունեցած տվյալները խիստ մոտավոր են եւ հաշվարկվում են այլևս ոչ արդիական, ոչ ճշգրիտ մեթոդներով։
Հայտարարություն է արվում, որ ջրի կորուստը պակասել է, երբ որ տարի Սևանա լճից ջուրը ավելի շատ են վերցնում։ Հեսա եղանակը, երբ որ տաքացավ, այն ժամանակ կտեսնենք, ինչքան կորուստ ունենք եւ քանի խորանարդ մետր ջուր է պատրաստվում ազգային ժողովը եւ պատկան մարմինները դուրս բերել Սևանա լճից։ Հայաստանում երեխաների ավելորդ քաշն ու գիրությունը շարունակում է մնալ լուրջ ու տարածված խնդիր։ Ազատ շաքարների չափից շատ օգտագործումը նպաստում է ավելորդ քաշի եւ ճարպակալմանը։ Այն նաեւ մեծացնում է ոչ վարակիչ հիվանդությունների, օրինակ սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Բարձրանում է նաեւ երկրորդ տիպի շաքարային դիաբետի եւ որոշ քաղցկեղների առաջացման հավանականությունը։ Ազատ շաքարներ են համարվում սննդամթերքներին եւ ըմպելիքներին ավելացված շաքարները։ Մինչեւ 2 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում խուսափել շաքար պարունակող սնունդից եւ ըմպելիքներից։ Ավելի մեծ երեխաները եւ մեծահասակները պետք է սահմանափակեն շաքարի գործածումը, օրական ընդունվող էներգիայի 10%-ից պակաս։ Սահմանափակեք բարձր շաքար պարունակող սննդամթերքի եւ ըմպելիքների օգտագործումը, օրինակ քաղցրացված ըմպելիքներ, քաղցրավենիք, քաղցր նախուտեստները փոխարինեք թարմ մրգերով ու հում բանջարեղենով։ Հայաստանում նկատվում է, որ երեխաների շրջանում ֆիզիկական ակտիվությունը տարիքին զուգընթաց նվազում է, միաժամանակ աճում է քաղցրավենիքի օգտագործումը, իսկ ավելորդ քաշն ու գիրությունը շարունակում են մնալ տարածված խնդիր։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արման Ծառուկյանին իջեցրել են ինքնաթիռից թռիչքի ժամանակ հեռախոսի մեջ նայելու համար։ Նա մեկնում էր մասնակցելու American Freestyle մրցաշարին, այս մասին X-ում հայտնել է լրագրող Ադամ Զուբայրաևը։ Նա տեսանյութ է հրապարակել Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռի խցիկից։ Արման Ծառուկյանը Ֆիլադելֆիա է մեկնել մասնավոր ինքնաթիռով։ Ապրիլի 16-ին արտակարգ վիճակ էր Վայոց ձորի մարզում, Երևան ջերմուկ ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհն ամբողջությամբ փակվել էր։ Փրկարարծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքիր շրջփրկարարական ջոկատի փրկարարներն ու ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները տեխնիկայի օգնությամբ երթևեկելի մասից հեռացրել են քարերը։ Քարաթափման հետևանքով վնասվել էին նաև երկաթե պատնեշները։ Ապրիլի 16-ին Լոռու մարզում Փամբագյուղի տարածքում գործող գազալցականի մոտակայքում ջրատարի վթարի հետևանքով ավազահողային զանգվածը ջրի արտահոսքի եւ լվացման պատճառով սահել էր դեպի երկաթգիծ։ Դրա պատճառով գնացքների տեղաշարժը անհնար էր դարձել։ Օպերատիվորեն ժամանել են Հարավկովկասյան երկաթուղի ընկերության ներկայացուցիչները, Փրկարարծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարկիր շրջփրկարարական ջոկատի փրկարարները, նաեւ Վեոլիա ջուր ընկերության ներկայացուցիչները։ Վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվել։ Թվում է, թե մայրաքաղաքում կոյուղիների ու դիտահորների խնդիրներն անվերջ են։ Այդպիսի մի խնդիր էլ Նոր-Նորքի Արտեմ Միկոյան 1 բնակելի շենքի առջև կա։ 10 օրից ավելի այստեղ դիտահորից կեղտաջուրը չի դադարում դուրս գալ։ Անցնում ու հասնում է Բադալ Մուրադյան փողոց։ Կռիցները սատկած։ Այդ էլ քաղաքապետարանի թեժգիծը։ Էս էլ Երևան, Նոր-Նորք, Բադալ Մուրադյան փողոց։ Ֆուֆ։ Քաղաքացիները ստիպված են լինում անցուդարձ անել այդ կեղտաջրերի միջով, դա իսկ գարշահոտը ամեն քայլափոխին է։ Վիճակը պարզապես անտանելի է, հավելում են երևանցիները։ Քաղաքապետարան, ոչ մենք կհայտնենք։ Վիոլա ջրել եք զանգում։ Բոլոր տեղերը զանգում։ Ինչ են պատասխանում։ Մենք կհայտնենք։ Մենք հայտնենք, որ հակասանիտարական գարշահոտ վիճակ է։ Ասում եմ, բանը ժողովուրդ էսա դուրս են գալի քաղաքապետարանին։ Ճամփեքը փակեն։ Զայրացած բնակիչների խոսքով որևէ պատասխանատու կառույց իրենց հասանելի չէ, քանի որ Երևանի քաղաքապետարան, Նոր-Նորքի թաղապետարան, Վեոլիա ջուր են դիմել։ Դրական տեղաշարժեր չկան, անտարբերությունն ըստ քաղաքացիների բոլոր սահմանները անցնում է։ Նունե Գրիգորյան, Գագիկ Շամշյան, այսօր։ Կեղտաջրի լճակ է ստեղծվել։ Ոչ պակաս հակասանիտարական վիճակ է Զովունի եւ Եղվարդ բնակավայրերի տարածքում արդեն 3 ամիս է։ Մի քանի հեկտար տարածքը ճահճանում է, պատճառը կուտակված կեղտաջրերն են։ Բնակիչների խոսքով նախկինում անասուններին այստեղ էին արածացնում, հիմա չէ։ 2 կիլոմետր եկել ենք, սենց գրմալ, ավելի շատ է։ Հենային էլ ձոր է իջնում։ Այգին, ընդ սաղ վարի է այդում այգին։ Առանց չափազանցության այստեղ պիտի լինեք, որպեսզի այս հոտը զգաք եւ կեղտաջուրը մի քանի կիլոմետր ըստ բնակիչների այն վերևի հատվածից գալիս ու հիմա արդեն հասնում է ճանապարհին։
Այս ամիսների ընթացքում բնակիչները ուր ասես, որ չեն դիմել շրջակա միջավայրի նախարարություն, ջրային կոմիտե, Կոտայքի մարզպետարան ու նաև Վեոլիա ջուրընկերություն։ Ըստ նրանց որևէ մեկը պատասխանատվություն չի վերցնում։ Իսկ այդ ընթացքում գոյաջրերը ոչ միայն կուտակվել են, այլև արդեն մոտ 7 կիլոմետր հոսում են, հասնում Զովունի Եղվարդ ճանապարհի գլխավոր հատվածին։ Տեղեկ ասել են ջրային կոմիտեն էլ է տեղակ, հենց այստեղ եկել են բանն արել։ Նմուշ են վերցրել։ Նմուշել են, վերցրել, տարել են, անալիզել են, վերցրել։ Ֆուֆ, հոտը սպանում է։ Բա ինչ են ասում, Վիոլա լավ։ ջուրը ջրային կոմիտեի վրա է գցում, ջրային կոմիտեն է Վիոլայի վրա է գցում։ Վերջնական լուծում հա։